Էդգար, այսօր արի խոսենք հետընտրական զարգացումների մասին եւ իհարկե Ռուսաստանի դերը այս ամեն ինչի մեջ, որտեղ Ռուսաստանից անպակասենք, բայց ինչի է թեման ինձ հետաքրքրում, որտեղ այո 21 թվականին, հա, եթե հիշենք, 21 թվականին ոնց որ եղավ ընտրությունը, արդյունքները եղան ու մի տեսակ դրանով ամեն ինչ վերջացավ։ Ու դրանից առաջ շատ լարված էր, ասում էին, հեսա արյունա թափվելու, հեսա քաղաքացիական կռիվ սկսվելու, բայց չեղավ։ Հիմա էլ իհարկե չի լինի, բայց ամեն դեպքում այս ընտրությունը մի տեսակ ոնց որ ոչ մի կերպ այս վերջակետը չի ստացվում դնել, հա։ Այ ինչ ես կարծում, ինչի է այդպես։ Մոսկվայի դիրքորոշումից է դա, որտեղ ակնհայտ է, որ այսօրվա դիրքորոշումը Մոսկվայի տարբերվում է նախորդ դիրքորոշումներից, երբեք sense բան չի եղել։ Երբ որ ինքը ըստ էության արդեն նախ մենք բոլորս գիտենք, խոսել ենք բազմիցս դրա մասին, որ աննախադեպ, ասենք, հիբրիդային հարձակումներ էր իրականացվում Հայաստանի նկատմամբ ընտրությունների նախաշեմի։ Ասենք, հետազոտողները ապացուցել էին, որ աշխարհում նման դեպք չի եղել, որ այսքան շուտ ընտրություններից առաջ Կրեմլը սկսի իր դեզինֆորմացիոն այդ արշավները։ Ու նաև ակնհայտ էր ի սկզբանե, որ Կրեմլը, ասենք, եթե չի ստացվում պրոռուսական քաղաքական ուժերի իշխանության գալը, ուրեմն պետքա ընտրությունների լեգիտիմության հարցը բարձրացվի Կրեմլի կողմից, հա, սա ակնհայտ էր իր պահվածքից, տարատեսակ շեշտադրումներից, ռետորաբանությունից եւ այլն եւ այլն։ Ու հիմա էլ մինչև այսօր մենք տեսնում ենք, որ դեռևս չի շնորհավորել Պուտինը։ Ես իհարկե կարծում եմ, որ այս կամ այն ձևով դա անելու է, բայց դե որովհետև ասենք աշխատելու է ասենց տենց, չէ, ասենք Հայաստանի, եթե պատկերացնում ես խոսքի ասում է, չէ, դու չես էլի վարչապետը, մենք չենք ճանաչում քեզ, ու ասենք Մայա Սանդուի պարագայում այդ ինքը կարա անի, որտեղ ինքը հարաբերություն չունի Մոլդովայի հետ, բայց Հայաստանի հետ կապված չի կարող։ Դե շնորհավորելը իրավական կատեգորիա չի, վերջ շնորհավորելը ուղղակի սիմվոլիկ բան է, կարող է շնորհավորի, այսինքն եթե դու չես շնորհավորում, դա ոնց որ քաղաքական քայլ է, բայց ոչ իրավական։ Այսինքն չի նշանակում, որ դու չես ճանաչում, որ ինքը Հայաստանի վարչապետն է, հա, այսինքն կարող է չշնորհավորես, բայց դա աշխատես։ Դա կա, այսինքն դիրքորոշում ես էլի հայտնում դու, բայց դու ուզում ես արդեն ցույց տալ, չէ, եթե չես շնորհավորում։ Դե հա։ Բայց ամեն դեպքում ինքը ոնց որ խաղի տեղ է թողնում, էլի, կարաս ասես դու չեք շնորհավորը, ասենք չենք շնորհավորել, հա, մոռացել ենք կամ չգիտեմ, կամ դե ի վերջո որ շնորհավորում ես, դու ցույց ես տալի նաև, որ դու ոնց որ ուրախ ես, չէ՞ դրանով։ Այո։ Իսկ դու ոնց որ ցույց տալիս, որ չէ, մենք ուրախ չենք, որ դու ընտրվել ես, դες տխուր ենք դրանից, ահավոր լաց ենք լինում, բայց ամեն դեպքում Չնայած բոլոր դեպքերում չի, որ շնորհավորել նշանակում է, որ դու ուրախ ես, բայց ոնց որ դու դիվանագիտական պրակտիկա ես, դու ունես լավ, նորմալ, առավելին նորմալ հարաբերություն այդ պետության հետ, դու ճանաչում ես այդ ընտրությունները որպես լեգիտիմ ու ասենք շնորհավորում ես։ Դե իրեն դա բան է դառնում, արդեն Ռուսաստանի պարագայում Հունգարիային էլ տենց էլ շնորհավորեցին, ինչքան հասկացա, չէ, եթե չեմ սխալվում, այսինքն առաջի շրջանում չեն շնորհավորում, հետո էլ ես չեմ լսել, որ շնորհավորեն։ Հա, Մոլդովան շնորհավորեցին, դա հիմա մեզ էլ շնորհավորեցին, ինչ ասեմ։ Հա, բայց մեր ուզում եմ ասեմ, ամեն դեպքում մեր պարագայում քիչ ուրիշ է լինել։ Բայց հիմա քո ասածից ինչ հաստատում, ստացվում է, որ Հայաստանում ընտրական գործընթացին, այսպես ասած, վերջակետ դնողը ոչ թե Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կամ նույնիսկ Հայաստանի համանդրական դատարանն է, այլ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան է։ Դե ես այդպես չի ասի այնուամենայնիվ, որովհետև ընտրական գործընթացը միևնույն է, ասենք Հայաստանի պետության ձեռքում է, ուրիշ բան, որ ոնց որ այդ ընտրական գործընթացի հետ կապված հետընտրական զարգացումները, այդ ընտրական գործընթացը ընդունել չընդունելը, այո, այդտեղ արդեն մեծապես կապված է Մոսկվայից, այո։ Իրականում սա ինձ թվում է կարևոր է, որ մենք հասկանանք, էլի, որտեղ այ շատ հաճախ հիմա այսօր նայում եմ քննարկումները Հայաստանում ինչա տեղի ունենում, արդյոք ԿՊ-ն շուտ դեպի բռնապետություն է շարժում, թե չէ, կամ չգիտեմ, այս ընդդիմադիրների հանդեպ որ գործեր են հարուցված եւ այլն։ Ոնց որ այդ քննարկումներում կարծես մարդիկ մոռանում են, որ ի վերջո Հայաստանում Հայաստանի կառավարությունը ունի բացարձակ իշխանություն։ Այսինքն մենք ինչ նկատի ունենք, մենք մնում ենք կիսագաղութ։ Դե ֆակտո աշխարհակահաղական առումով Դե ֆակտո աշխարհակահաղական առումով Հայաստանում
երբեք, չգիտեմ, առնվազն 98 թվից, գուցե նաև մինչև 98 թիվը Հայաստանի կառավարությունը երբեք չի ունեցել լիարժեք իշխանություն։ Մինչև 22 թիվը ընդհանրապես կարելի էր Հայաստանը բնորոշել որպես գաղութ առանց կիսայի, հիմա կիսագաղութ ենք, այսինքն ինչ որ չափով ազատվել ենք այդ կախվածությունից, ինչ որ հարցերում կարողանում ենք ինքնուրույն կառավարությունը մեր ինքնուրույն քաղաքականությունն է վարում առանց Մոսկվայի դաբրոյի, բայց ամեն դեպքում Ռուսաստանը ունի բազմաթիվ լծակներ մեր իրավիճակի վրա ազդելու։ Ու դրա համար այս բոլոր խոսակցությունները ժողովրդավարության մասին ինձ թվում է մի քիչ իհարկե լավ է որ խոսում ենք դրա մասին, լավ է որ հետևում ենք մեր կառավարությանը, որ հանկարծ մարդու իրավունքները չխախտի, հանկարծ հակաժողովրդավարական քայլեր չանի, բայց մենք մոռանում ենք, որ հիմա Հայաստանում դրված է ոչ թե ժողովրդավարության, ոչ միայն ժողովրդավարության հարց, այլ ապագաղութացման հարց։ Եթե մենք մենանք գաղութ, ոչ մի ժողովրդավարություն չի լինի։ Հա, ու հիմնական խնդիրը այսօր Հայաստանի համար հենց այդ գաղութային կախվածությունն է, որը ու այն որ մարդիկ դա չեն նկատում կամ չեն տեսնում կամ լուրջ չեն ընկալում, դա էլ այնպես թվում է շատ բնորոշ, որտեղ հենց դա գաղութատիրության մի մասն է, հա, որ ինքը ոնց որ նորմալ է ընկալվում։ Այսինքն ինչ որ բաներ կա, որ իրականում դա աբսուրդ է լիներ, հա, բայց նորմալ է ընկալվում։ Այսինքն օրինակ ինչի պետքա Հայաստանում այսքան լիներ ռուսական լրատվամիջոց, հա, կամ ասենք ինչի Հայաստանում Արս կենցաղային բան եմ ասում, հա, ասենք ռադիոալիքների կեսը ռուսերեն է։ Աբսուրդ է, չէ՞, դա ասենք ինչի պետք է տենց լինի, օրինակ, չգիտեմ, Հունգարիայում կամ Լեհաստանում ռուսերեն քանի ռադիոալիք կա, շատ կարող է մի հատ լինի, ինչ որ միգրանտների համար, ասենք, բացել են, լսում են մարդը, Կիպրոսում կա, ասենք։ Ես վերջերս Մոլդովայում էի եւ մի ուկրաինացի ասեց գործակետ, ասում է Ես բան չէի պատկերացնում, ասում եմ, ինչ որ հերոստացույց մի հատ ասեցի, ինչ որ ռուսերեն էին խոսում, ասում եմ, ինչ որ Պուտիններ, բան sense Մոլդովայում, Ուկրաինային դրանից վրդովվել էր, չէր հասկանում ինչ բան է, ինչ է, բայց եթե համատենք իհարկե Մոլդովան Հայաստանի հետ, այդ առումով բարձր որ մեր մոտ շատ ավելին է, էլի, քան Մոլդովայում։ Հա, Մոլդովայում մի քիչ մարդկանց մեջ ավելի շատ կա ռուսամետություն, բայց Ռուսաստանի պետության ազդեցությունը շատ փոքրացել է։ Իսկ մեզ մոտ հակառակն է, մեզ մոտ պետության ազդեցությունը հսկայական է։ Ու էլի, ասենք մենք մոտ մարդիկ կան, որ վիճում են ասում են, չէ, դե ինչ գաղութատիրություն, էլի, բայց ես ասում եմ, օրինակ եկեք պատկերացնենք, չեմ, Պորտուգալիայի նախկին մի հատ գաղութ է Աֆրիկայում, ու այդ երկրում կա պորտուգալական ռազմաբազա։ Երկաթուղիները Պորտուգալիայի ձեռքում են, գազի, ասենք, այդ ընկերությունը, որը գազ է ներմուծում, Պորտուգալիայի ձեռքում է, էներգետիկայի մեծ մասը Պորտուգալիայի ձեռքում է, կան պորտուգալական լրատվամիջոցներ, Պորտուգալիայի լրատվամիջոցները այնտեղ բան են անում, հա, բոլորը կարող են նայել, լսել, չգիտեմ, ամեն երկրորդ սրճարան մտնում ես պորտուգալական ֆադույա միացրած, ասենք, հա ինչ որ պորտուգալացիները գալիս են խանութում այդ մարդկանց հետ պորտուգալերեն են խոսում, կարծես տենց է պետքա լինի։ Եվ այլն։ Ցանկացած մարդու հարցնես, կասի, հա, այս երկիրը շարունակում է մնալ գաղութային կախվածության մեջ Պորտուգալիայից։ Իսկ եթե դրան էլ ավելացնես, որ օրինակ ямар Պորտուգալիայի պատկերացնենք, էլի, Պորտուգալիայի վարչապետը ոչ թե այսօրվա վարչապետն է, այլ ասենք Սալազարը օրինակ։ Հա։ Ֆաշիստական ըստ բռնապետը Պորտուգալիայի, որին 73 թվին, եթե չեմ սխալվում, Եվ իդե Պորտուգալիայից սկսել ժողովրդավարացման երրորդ ալիքը։ Այո։ Բայց Պորտուգալիայի վրա շատ չխորան է, կարող է նույնը Ֆրանսիայի վրա ասենք, կամ չգիտեմ, Մեծ Բրիտանիայի։ Կարևորը այն է, որ մենք այդ հետ գաղութային կախվածության մեջ ենք, ու Ռուսաստանը ըստ էության այսօր հա լիքը հարցեր կամ որոշում է կամ ազդում է այդ հարցերի որոշման վրա։ Եվ լիարժեք ժողովրդավարություն կարող լինի միայն ու միայն ապագաղութացման արդյունքում, երբ որ դու ամբողջությամբ այդ գործընթացը անցել ես հաջողությամբ ու իսկապես սուվերեն լրիվ անկախ պետություն։ Հա, ես այդպես կասեի, որ եթե դու բանտում ես, հա, այդ բանտի, այսպես ասած, զոն նայողի դեմ ես պայքարում, բայց դու ուզած չուզած պետքա, այսպես ասած, գողական այդ բանյատներով առաջնորդվես ինչ որ չափով, հա։ Հիմա տարբերությունն այն է, որ մենք այսպես ասած այդ բանտից հիմա ինչ որ չափով դուրս ենք եկել, հա, դες լրիվ բանտում չենք, բայց ոնց որ կիսատ շուտ դեռ པարզ չէ, էլի ոնց որ չէ մի քիչ էլ բանտում ենք։ Դե հիմա էլ Մոսկվայից իջացրել են էլի տենց նոր նարատիվներ ընտրությունների հետ կապված, այսինքն այդ ընտրությունների ապալեգիտիմացման, հա, դիսկուրսի շրջանակներում է այս ամեն ինչը, էլի ըստ էության։
Եվ իհարկե շատ առումներով շատ բան են, էլի նույնիսկ զավեշտալի են այդ նարատիվները։ Օրինակի համար ասում են քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել, որովհետև ինքը նույնիսկ 50% չի վերցրել, այսինքն մեծամասնություն ինքը չունի, հասկանում ես ինչ են ասում։ Այդ ընտրությունները որ նոր ավարտվել էին, ռուսական գրեթե բոլոր բաները նայեցի, լրատվամիջոցները, ասում էին վերնագիրը գիտես ինչ էր մտավորապես, ու այդ հետո բարձվեց դա մետադիչկայով արվել, բնականաբար։ Ու իջեցրել են Կրեմլից, որ այսպես պետք է լուսաբանեք ընտրությունների արդյունքները, հա, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը չվերցրեց 50%. Партия Пашинян не набрала и 50%, голосовали, ու հետո ասենք այնտեղ երբ որ հետո հայտարարվեց բնականաբար ասենք որ հաղթել է եւ այլն, այդ 50%-ը եթե չի նշանակում էլի որ դու ուրեմն չես կարող, այսինքն եթե դու 49% ես, չի նշանակում որ դու նույնիսկ 49 քանի տոկոս ամբողջ քանի տոկոս որ դու չես հաղթել, որովհետեւ դե ընտրակարգը բնականաբար այնպեսին է, որ տրվում են լրացուցիչ ձայներ, բայց հիմա ստեղ գիտես ինչն է ուզում ասել, հետո որ հայտարարեցին հենց նույն ռուսական լրատվամիջոցները, որ հաղթել է Փաշինյանը, այնտեղ կոմենտները նայեցի, ասում ոնց բա կարդացինք որ չի հաղթել, չի 50% չունի, ոնց կարող առանց 50%-ի ինքը հաղթի ոնց էլի։ Հիմա ինչ են ասում են դե ամեն դեպքում այդ ընտրակարգի պատճառով է որ ինքը հաղթել է, իրականում ինքը չի հաղթել։ Բայց մենք բարի sense հարց տանք էլի այդ մարդկանց, ովքեր որ տենց բան են ասում։ Իսկ որ մի ընտրակարգի պարագայում այս արդյունքները ստացած կուսակցությունը չի հաղթի։ Արի միջև վերջ գնանք։ Նայ։ Եթե պատկերացրա ընդհանրապես ընտրական շեմ չկա։ Անցողիկ շեմ։ Ասենք 0-յա։ Ու ավտոմատ բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում են, ինչ որ մանդատ են ստանում, կարող է մեկը մի մանդատ ստանա։ Կան այդպես, ասենք եվրոպական որոշ պետություններում կան այդպես։ Դե բոլորին դեմը է դեր ուզում էլի մոտավորապես։ Դե բայց դեռ ուրիշ պատմություն է էլի։ Հիմա ինչա բանը։ Սրա հետևանքը։ Լավ, դու ստացել ես, ասենք 49 քանի տոկոս, հա։ Բայց մենք մոռանում ենք, որ նույնիսկ այս դեպքում, եթե նույնիսկ այդ շեմը չլիներ, կային կուսակցություններ, օրինակ Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետություն կուսակցությունը, ասենք, հա, որոնք հայտարարել էին, որ իրենք, ասենք, ընդհանուր առմամբ խաղաղության օրակարգը կիսում են եւ կհամագործակցեն քաղաքացիական պայմանագրի հետ։ Հանրապետություն կուսակցությունը բազմիցս էր դրա մասին հայտնել։ Այսինքն նույնիսկ այդ պարագայում, եթե տենց վերցնենք, որ ընդհանրապես շեմ չկա, պատկերացնենք այդպիսի բան, 49 ամբողջ քանից եթե դու ստանում ես, բնականաբար Հանրապետության միայն, թեկուզ միայն Հանրապետության ձայները ավելանում են քեզ եւ դու 50+-ը ստանում ես։ Այսինքն նույնիսկ այդ պարագայում, հա, ասենք չէր լինի ընդհանրենք միածնյա կառավարություն, կլիներ կոալիցիոն կառավարություն։ Այսինքն որևէ պարագայում անհնարին է այս տեսակ ահռելի քանակի ձայներով, իսկ դրանք ահռելի քանակի ձայները հիմա դրան էլ կանդրադառնամ, հա։ Դու ուրեմն չէիր կարող չձևավորել կառավարություն, էլի, այս մեր արդյունքները ընդհանուր առմամբ հաշվի առնելով։ Հիմա այստեղ բանն ես ասելու, ասա ես երկրորդ մասին ասնեմ։ Դե դու ասա, ես բան ունեմ, բայց ուրիշ։ Հա, լավ։ Կամ այստեղ ուղղակի ես ասեմ, որ ամեն դեպքում, չեմ կարող դու ես հիմա ուզում պետք ասել, որ եվրոպական երկրներում, ասենք չեմ 30%-ը սովորաբար արդեն շատ լուրջ արդյունք է համարվում, եւ սովորաբար այն կայացած ժողովրդավարական երկրներում այն կուսակցությունը, որը հավաքում է, ասենք 30%, դա համարվում է հսկայական հաջողություն ու ինքը ձևավորում է կառավարություն։ Սովորաբար կոալիցիա ստեղծելով այլ կուսակցությունների հետ, այսինքն խորհրդարանական համակարգի համար իրականում 49.8%-ը դա հսկայական թիվ է։ Ուրեմն ասեմ ավելին։ Ես մի հատ փոքր արագ հետազոտություն արեցի եւ ինչ բարձվեց։ Ուրեմն խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող 100%-անոց խորհրդարանական, չէ, այստեղ մի խոսքով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող
100%-անոց համամասնական, եթե ուզում ասել, համակարգ ունեցող, բազմակուսակցական համակարգ ունեցող, այստեղ չխառնենք, հա, բոլոր դեմոկրատական պետությունները բազմակուսակցական են, բայց մենք գիտենք, որ կան օրինակ Միացյալ Նահանգները երկկուսակցական է։ Այնպիսին ընտրակարգը, որ այլ կուսակցությունները չեն կարողանում, էլի, ոնց որ մրցել այդ երկու կուսակցությունների հետ, հա, ինչքան էլ շատ այսպես ուզենան, համակարգն է այդպիսին։ Կամ ասենք Մեծ Բրիտանիայում 2-3, հա, այդտեղ էլ հիմնականում իհարկե երկու կուսակցություն է, բայց երրորդն է, հա, բայց փոխվել արդեն Մեծ Բրիտանիայում, բայց դա ամեն դեպքում Մալթայում ասենք էլի նման բան կա։ Այսինքն խոսքը այն համակարգերի մասին է, որ բոլոր կուսակցությունները ունեն ընտրակարգ այնպիսին է, որ չի սահմանափակում, հա, այսպես ասենք նրանց հաղթելը, այսպես ասած, չի խոչընդոտում։ Այդ տեսակի համակարգ ունեցող որևէ երկիր Եվրոպայում չկա բացի Հայաստանից։ Այսինքն այն արդյունքը, որը այսօր քաղաքացիական պայմանագիրը գրանցել է, այդ բոլոր պարամետրները, եթե մենք հաշվի ենք առնում, ուրեմն ուրիշ արդյունք չկա։ Նման ուրիշ արդյունք չկա։ Այսինքն սա ոչ միայն ֆանտաստիկ բարձր իհարկե ցուցանիշ է, այլ նաև աննախադեպ ցուցանիշ է։ Վերջի, ասենք, մի քանի տարիների բանը նայել եմ։ Կարող է 80-ականներին կամ 70-ականներին եղել, չեմ նայել, բայց ասենք վերջի մի քանի տարիներին չկա։ Հիմա ասում են, որ բայց չէ, որ 60%-ն մոտավորապես մասնակցել ընտրությունների նշանակում է, որ ժողովուրդը մերժել է Նիկոլ Փաշինյանին քաղաքացիական պայմանագրին, որովհետև փաստորեն այդ մոտ 50%-ը 60%-ի 50%-ն է, չէ, ոչ թե 100%-ի։ Իհարկե այդպես է, բայց որևէ լուրջ քննադատության չի արժանանում այդ թեզը, որ նրանք այդ 40%-ը, որը չի գնացել ընտրությունների, դե տարբեր պատճառներով մարդիկ չեն գնում, չէ՞ ընտրությունների։ Բացակայում են երկրից, ապատիկ են, ընդհանրապես չեն ուզում գնալ։ Մեղրիում է գրանցված, ուղղակի ամեն անգամ չի կարող։ Այո, բարդ ասենք գնալը, հիվանդ է եղել եւ այլն, կամ չի վստահում ոչ մեկին, դա էլ կա, չէ՞, չի ուզում, չի, ասում չեմ ուզում։ Այո, դա ասում են ինչ չի հետաքրում, ինչ ուզում եք։ Այո։ Հիմա ես գրեթե բացառում եմ, այդ գրեթեն ամեն դեպքում ասենք, հա, որ մարդը, որը իսկապես ցանկանում էր դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրին, որովհետև անտանելի է իր համար եւ այլն, բայց ինքը մնացել է տանը։ Կարող է շատ հարգելի պատճառով մնացած լինեն այդպիսիների տանը, որը բնականաբար շատ քիչ տոկոս է կազմում։ Այսինքն ես պնդում եմ, որ 40%-ի այդ չմասնակցողների բացարձակ մեծամասնությունը, հա, գերիշխող մեծամասնությունը չունի իդեա ֆիքս գնալ ու քվեարկել Փաշինյանի դեմ։ Այլապես կգնային եւ կքվեարկեին Փաշինյանի դեմ, մանավանդ իմանալով, որ ընդդիմադիր այդ ուժերը, պրոռուսական ուժերը, իրենք այսպես թե այնպես ունեն բավականին այսպես պատկառելի էլեկտորատ, հիմա այլ բան, թե ինչպես են այդ էլեկտորատը իրենք ձևավորում, մենք տեսնում ենք ըստ տեսակ, ասենք, հաղորդումների, հա, իրավապահների, որ շատ մեծ դեր աստեղ խաղացել ընտրակաշարքը, հա, տարատեսակ ինչ որ ճնշումները, բայց թեկուզ եւ նույնիսկ եթե դա մի հատ նկատառում ասեմ սրա հետ կապված, այդ փաստարկը ինքը ինչ որ իմաստ կունենար, եթե ընդդիմությունը բոյկոտի կամպանիա տաներ։ Օրինակ, եթե ընդդիմությունը ասեր կամ ինչ որ չեմ քաղաքացիական նախաձեռնություններ լինեին, որոնք ասեին, որ այ մենք չենք ճանաչում այս ընտրական համակարգը, մենք չենք վստահում ընտրությունների արդյունքներին, կոչ ենք անում բոլորին մնալ տանը։ Ու այդ դեպքում տանը մնալը կլիներ քաղաքական դիրքորոշում։ Բայց այդպիսի բան չկար, ընդհակառակը ընդդիմությունը բոլորին կանչում էր, ասում էր գնացեք քվեարկեք եւ այլն, եւ նաեւ այն մանր կուսակցություններն որ մասնակցում էին, նրանք էլ չէին ասում մնացեք տանը, չէ, ասում էին եկեք մեզ քվեր։ Նույնիսկ ասենք բոլորին դեմը, ոչ թե ասում էր մնացեք տանը, ինքը իր մեսեջերն էր, որ մենք այս համակարգը մերժում ենք, բայց նույնիսկ իր կողմնակիցներին ինքը չէր ասում մնացեք տանը։ Այո, դուք ունեք ընտրություն, եկեք ակտիվ քվեարկեք, օրինակ Չակ Նորից գրեք կամ չգիտեմ քֆուր գրեք բանի թերթիկի վրա, չէ, ասում են եկեք քվեարկեք մեզ, այսինքն որևէ քաղաքական մեսեջ չկար, որ մնացեք տանը, հա, եւ Նաև ինձ թվում է դա քաղաքական իրավունքների մի մասն է, որ եթե դու չես ուզում քվեարկես, չպետք է քվեարկես։ Օրինակ հիմա ես անարխիստ եմ,
Հա, բայց ես այդպես պրագմատիկ անարխիստ եմ, ես ասում եմ, որ դե լավ, քանի պետություն կա, ես այդ գործերին մասնակցում եմ պետության։ Բայց ասենք մարդ կա, որ ավելի գաղափարական այդպես սկզբունքային անարխիստ է, ասում է, ես չեմ մասնակցում պետական որևէ միջոցառման։ Դա վիճելի Դե իր դիրքորոշումն է։ Հիմա ես դրանով երկրներ կան, որոնք ադմինիստրատիվ, ասենք, բան են, հա, պատասխան են։ Ես գտնում եմ, որ դա մարդու իրավունքների խախտում է, եթե դու այդպես դեմոկրատական երկրներ, օրինակ Ավստրալիա։ Դե ինձ թվում է դա շատ դեմոկրատական երկրներում կան հակադեմոկրատական բաներ։ Հիմա ինձ թվում է դա հակադեմոկրատական բան է։ Եթե Հայաստանում նման բան ինչ-որ մեկը առաջարկի, ես դրա դեմ հանդես կգամ։ Որտեվ բայց ընդունենք որ վիճելի բան է։ Եթե որևէ դեմոկրատական, լուրջ դեմոկրատական պետություն դա ընդունել է, ուրեմն ինչ-որ փաստարկներ կան, չէ՞, ասենք նես չէ։ Դե կան, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ հիմա այսօրվա դրությամբ Հայաստանում չկա այդպիսի բան, ու ասենք մարդկանց պետք չի քննադատել նրա համար, որ նրանք չեն գնում ընտրություններ։ Ավելին ասեմ, մի քանի լատինամերիկյան երկրներ կան, հիմա չեմ հիշում, բայց կարծում եի դրա մասին, կարծեմ Չիլիներ, եթե չեմ սխալվում, որտեղ ընդունել են այդպիսի բան, որ պարտադիր է մասնակցությունը ու արդյունքում բարձրացել է ծայրահեղ աչերի ձայները։ Ինչի, որտեղ երբ որ մարդը, ասենք, տեղյակ չի քաղաքական համակարգից, շատ ավելի պատասխանատու որոշում է իր կողմից չմասնակցել ընտրությունների, շատ ավելի լավ է, որ ինքը չմասնակցի ընտրությունների, քան ինքը անտեղյակ լինելով գնա ինչ-որ Հավայի ընտրություն կատարի։ Որտեղ եթե այդ մարդը անտեղյակ է, իրան շատ հեշտ է մանիպուլացնել, իրան շատ հեշտ է չգիտեմ ձայնը գնել եւ այլն եւ այլն։ Հիմա այս մարդը ասում է, եղբայր, ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում։ Մի ստիպեք ինձ։ Մի ստիպեք ու ես ձեր տեղը չեմ որոշում։ Դուք հետաքրքրվում եք, գնացեք որոշեք, ես ձեզ վստահում եմ։ Պատվիրակում եմ ձեզ։ Օրինակ, ընտանիքի անդամներից, չգիտեմ, կարող է տատիկ, պապիկը, ասենք, դժվարանում են։ Գնա, ասում են թորնիկ ջան, գնա դուք քվեարկի, մենք գոհենք։ Ամեն դեպքում այդ չմասնակցողները, սա պետք է արձանագրենք, որ ըստ էության իրենք օքեյ են արդյունքների հետ։ Այո։ Ինչ ընդդիմություն լինի, ինչ իշխանություն լինի, համամասնությունը ոնց լինի, սա է։ Այո, դրա համար ես ասում եմ, բոյկոտի պահը չկար, այսինքն կարող եթե ինչ-որ միտինգ լիներ մարդկանց, որ ասում են, այ մենք չենք մասնակցում, մենք չենք ընդունում այս ընտրությունները, դա գուցե կարելի էր ասել, որ սա ինչ-որ դիրքորոշում է, բայց չկա տենց բան։ Այո։ Մարդիկ հանգիստ իրենց տանը նստած ընդունում են տեղի ունեցող գործընթացները։ Հիմա մեկ այլ բան։ Դու այդտեղ նշեցիր, որ նույնիսկ ասենք 20-30%-ով ու իսկապես դա եվրոպական պրակտիկան է, նայեցի ասենք էլի վերջի ընտրությունների արդյունքները, մեծ մասը, եթե դες միջինացնեմ, ու մաթեմատիկական չեմ դες լրիվ հաշվել, զուտ ուղղակի ասենք աչքաչափով էլի 20 ասենք 5%-ը սովորաբար ամենալավ արդյունքն է, էլի միջինացված ասենք եթե վերցնենք, եւ ըստ էության այդ 25%-ով կարող են հաղթել։ Մի պետություն կար, հիմա այս բանը չեմ հիշում, որ երկիրներ հաղթող ուժը ստացել էր 17%։ Ինքն էր առաջինն, ասենք։ Բայց իհարկե այստեղ կա մի հատ փոքրիկ բայց անպայման չի, որ առաջի տեղը գրաված ուժը ինքը ձևավորի կառավարություն, կոալիցիոն կառավարություն բնականաբար, քանի որ դու չունես ասենք, հա 50+1։ Լինում են նաև փոքրամասնության կառավարություններ, երբ որ օրինակ այդպես է կոչվում էլի այդ բանը։ Այլ քաղաքական ուժերը, որոնք անցել են խորհրդարան, բայց ունեն ասենք, չգիտեմ, երկրորդ տեղն է մեկը, երրորդ տեղն է, մեկը չորրորդ տեղն է, իրենք միավորվում են եւ ավելի շատ ձայն են ունենում, քան առաջի տեղը զբաղեցրածը, կամ նույնիսկ առաջի տեղը զբաղեցրածը կարող է պարտներներ գտնել, բայց այն ենթադրենք երրորդ, չորրորդ, հինգերորդ այստեղ զբաղեցրածները, ասենք երկրորդ տեղ զբաղեցրածի հետ միասին մեծամասնություն ստանան, էլի, ու այդ առաջի տեղը գրավողը այլևս չկարողանա ձևավորել կառավարություն, հա։ Իհարկե նաև sense պրակտիկա կա, որ առաջինը այդ հնարավորությունը տրվում է առաջի տեղը գրավողին, էլի։ Սովորաբար այդպես է, ասենք սահմանադրական միապետությունների դեպքում օրինակ, էլի որպես կանոն, ասենք մոնարխը, թագավորը ինքը միանգամից հրավիրում է առաջի տեղը, այո, կամ թագուհին, առաջի տեղը գրավողին, ասում է, դե հիմա դու ասա ձևավորում, քեզ հիմա հնարավորություն եմ տալիս ձևավորես կառավարություն։ Ամեն դեպքում մեր մոտ այդպես բաներ չկա, այնպես որ կարելի է հիմա Չէ, դա չկա, բայց սկզբունքորեն էլի sense բան կա, էլի, այսինքն Չէ, դե ամեն դեպքում իսկ մենք արդեն բավական շատ հրամասի խոսեցինք, որ 49% դա իրականում շատ համոզիչ հաղթանակ է, ցանկացած համակարգի պարագայում, բայց ասենք հիմա իրենք հաղթելու են նույնիսկ եթե ասենք 42% ստանային, հա։ Ու մի խոսքով, այսինքն նույնիսկ այդ մանդատների, որ ասում են, հա դե բաշխեն մանդատները, լավ, արի մեծ sense նայենք։ Ով անցել Չէ, հիմա այս պայդրությամբ 3 ուժ է, չէ, անցել։ Այստեղ նույնիսկ գրել եմ, հիմա եթե ես գտնեմ, ասենք այդ թիվը, ասեմ, նայ, ԿՊ
241.830 ձայնով ավել ձայն ունի, քան շեմը հաղթահարած երկու ընդդիմադիր ուժերը, որոնք իդեպ բան են, դաշինքներ են։ Նաև դա լավ կարևոր է, միասին վերցրած, հա։ Ու հիմա եթե տոկոսային առումով վերցնենք, սպասի մի հատ գտնեմ, հա, հեսա։ Նայ, մոտ 50-ա չէ ԿՊ-ն ստացել։ Իսկ երկու շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին վերցրած ինչքան են ստացել։ 33.19%։ Ու ինչ այդ 33.19%-ով իրանք պետք է կառավարություն ձևավորեն, հա? Ինչ որ սկզբունք պետք է, չէ՞ վերջի։ Ասացի, այն մյուս սկզբունքը նա որ շեմ չի լինում, այսինքն մի խոսքով էլ, այսինքն այդ ծիծաղելի է ուղղակի ասել, որ դե այդ մեր ընտրակարգն այնպիսի, որ հնարավորություն տվեց ԿՊ-ին հաղթելու։ Ինչ ընտրակարգ ուզում ես դիր, միևնույն է, այս արդյունքներով ուրեմն ԿՊ-ն պետք է հաղթեր։ Այս թեման ինձ թվում է կարող է համարել փակված, որովհետև չգիտեմ, էլի ուրիշ ինչ որ արգումենտ կա, շուտ կարա դեպի թե արգումենտ չկա, բայց ինչպես դա հաճախ լինում է, մենք ինքներս, մենք նկատի ունելով Հայաստանի պետական համակարգը, ոնց որ ինքներս մեր գործերը փչացրեցինք, այսինքն այն դժվար բանը մենք կարողացանք անել, հա, այսպես ասած դիմակայեցինք ռուսական ճնշմանը, ընտրությունները անցկացրեցինք եւ այլն, բայց այդ ԲՀԿ անցնելու պատմությունը շատ պես ոնց որ խնդրահարույց ստացվեց, չեղած տեղից, ասենք շատ ինչ որ երկրորդական մի հատ ինչ որ բանից վերածվեց լուրջ պատմության ու հիմա այդ լուրջ պատմությունը հաստատ օգտագործվելու է անդրությունների վրա ստվեր գցելու համար, իսկ հիմա արդեն նոր մետադիչկաներ են գրվում, այ ասում են, տեսեք, ԲՀԿ ինչ թողեցին անցնեն եւ այլն, եւ բացի այդ մետադիչկաները, ասենք մետադիչկաների հերնանիցած, բայց նաեւ շատ լուրջ մարդիկ քաղաքացիական հասարակության մեջ, այդ թվում ասենք Դանիել Լևանիսյանը, ում կարծիքին ես ավելի վստահում եմ sense հարցերում եւ նրանց դիտորդական առաքելությունը, ասում է ապօրինի էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ու ինձ թվում է, որ ասենք ընտրությունների համար երևի ընդհանուր առմամբ, որպեսզի ընտրությունների այդ ժողովրդավարական հա լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ չդնի, գուցե ավելի լավ կլներ թեկուզ ասենք չեմ բարգավաճին որ նենց անեին որ անցնել, հիմա ես ասես մի քիչ սադրում եմ քեզ իհարկե, հա, որ թեկուզ նույնիսկ եթե իրականում չի անցնում բարգավաճը, բայց նենց մի երկու ձայն նվիրեին անցներ բարգավաճը, քան թե այն ինչ որ հիմա եղավ։ Չէ, դե նվիրելով չի լինում։ Հիմա ասենք կենտրոնական դրական հանձնաժողովը ինքը իր ձևով է ինտերպրետացրել, հա, ընտրական օրենսգիրքը։ Դանիելը այլ կերպ է ինտերպրետացնում։ Հիմա որ նայում ես, այս պահին կարող է քեզ թվա, որ ասենք սուբյեկտներից մեկի փաստարկները ավելի ուժեղ է, մեկին ավելի թույլ է։ Ես հիմա չեմ էլ ուզում ասեմ նույնիսկ ում փաստարկներն է այս պայծրությամբ ավելի ուժեղ, որովհետև կա սահմանադրական դատարան։ Թող դատարանը որոշի, բնականաբար դատարանը հենց այնպես չի որոշելու, չէ՞, որ չի sense նայելու ասելու դե տենց ինձ թվաց, որ sense է ճիշտ։ Չէ, փաստարկներ է բերելու ու շատ երկար է բերելու այդ բանը։ Տեքստերը իրանք շատ մեծ են։ Էդ է նաև արժեքը, էլի սա դատարանների որոշումների։ 1001 արգումենտ է այդտեղ լինելու։ Ու այդ արգումենտ ու շատ լավ է, օրինակ չգիտեմ, ինձ ես հա ճիշտ է, ոնց որ համաձայն եմ քո հետ, որ ինքը որոշակիորեն ոնց որ խնդրահարույց բան է եւ կարա ստվեր գցի նոր մանիպուլյացիաների առիթ տա ավելի շուտ, այսպես ասենք, նոր մետադիչկաներ բան եւ, բայց մյուս կողմից էլ ինքը մենք ունենալու ենք լուծում, թե այս պարագայում ինչպես է ճիշտ շարժվել եւ այդ լուծումը բնականաբար հիմնավորված է լինելու տարատեսակ փաստարկներով։ Կտեսնենք ինչ կլինի, չգիտեմ։ Իսկապես, հա, այս պայծրությամբ իմ համար վիճելի է սա։ Առնվազն ես այդպես եմ բանանում արձանագրում։ Հիմա նայես, ես մի բան ասեմ սրա վրա, քանի այս թեմայից չենք շեղվել, էլի։ Ինձ թվում է դու այս շատ դուր եկավ քո այս վերաբերմունքը, որ դու ասում ես ես չեմ ուզում որոշեմ ով է ճիշտ, ով է սխալ, ու ինձ թվում է օրինակ քաղաքացիական հասարակության մեջ, գիտեմ, հանրային կարծիքի առաջնորդների մեջ եւ այլն շատ քիչ է այդպես պատահում, որ մարդիկ ասեն, այ ես չգիտեմ, հա, որ այսա բան է, իրավական հարց է, սրա համար գոյություն ունի դատարան, գոյություն ունի համապատասխան
եւ լիարժեք ուրեմն գործընթաց, հա, որ կա, ասենք, եւ դա վերաբերում է նաեւ օրինակ, չգիտեմ, կոնկրետ մարդկանց ձերբակալություններին, հա, որոնց էլի միանգամից ամբողջ Facebook-ը արդեն գիտի, ոնց որ ով է մեղավոր, ով է անմեղ, ոնց որ արդեն դատական նիստ է եղել է, բոլոր, ասենք, լսել են, բոլոր փաստարկները որոշումը կայացրել են, որ միանգամից մեկը ասում է, ասենք, կոմպոսը բան են, research են արել, որպես իրավաբան ու հստակ գիտեն։ Իրականում ես կարծում եմ, որ մենք ի վերջո այս դրա համար ենք պահում դատարանները, թվում սահմանադրական դատարանը, դրա համար մեր հարկերից իրանց աշխատավարձ ենք վճարում, որ իրանք այդ պատասխանատվությունը իրանց վրա վերցնեն եւ այդ աշխատանքը իրանք անեն։ Ինձ աշխատավարձ ոչ ոք չի վճարում, որ ես լինեմ սահմանադրական դատարանի դատավոր, եւ ես պարտավոր չեմ կարծիք հայտնել, թե այս հարցում զուտ իրավական տեսակետից ով է ճիշտ, ով է սխալ։ Ես կարող եմ ունենալ կարծիք։ Հիմա նայ, ես կարող եմ ունենալ կարծիք, բայց նաև այդ կարծիքի համար ինձ պետք չէ ասած շատ լուրջ հետապնդել, որովհետև սա իմ որպես, չգիտեմ, քաղաքագետ կամ ուղղակի որպես քաղաքացի կարծիք է։ Հիմա ես այս հարցի շուրջ կարող եմ քաղաքական կարծիք ունենալ, հա, այսինքն ես ասում եմ, որ քաղաքական առումով գուցե ավելի հեշտ լիներ բոլորիս համար, եթե ԲՀԿ-ն անցներ քաղաքական առումով այդ ճգնաժամը ոնց որ կփակվեր, կանցներ կգնար, բայց իրավական առումով ես բոլորովին համոզված չեմ, որ ԲՀԿ-ն պիտի անցներ, որտեղ ընդհակառակը, եթե ասենք թեկուզ մի ձայն չի հերիքում ԲՀԿ-ին, որ ինքը անցնի, այդ մի ձայնը ինքը չպետք է ստանա։ Հիմա կոնկրետ այս հարցում ես կսպասեմ սահմանադրական դատարանի որոշմանը, կհետևեմ նաև այդ process-ին, կլսեմ փաստարկները, հետո կասեմ, որ ես համաձայն եմ սահմանադրական դատարանի որոշմանը կամ համաձայն չեմ, բայց էլի իմ այդ համաձայն կամ անհամաձայն լինելը դա շուտ հիմնավոր փաստարկ չի։ Վերջը մենք որոշել ենք բոլորս, չէ, ամբողջ երկրով մեկ, մեր ներկայացուցիչների միջոցով օրենք ենք ընդունել, սահմանադրություն ենք ընդունել, որոշել ենք, որ այս հարցերը այսպես են լուծվում։ Ու հետո մենք համաձայն չենք սահմանադրական դատարանի որոշմանը, բայց բոլորս ընդունում ենք, որ վերջ, այս հարցը սենց որոշվեց։ Ու սա ինձ թվում է կարևոր է, որ մենք ընդունում ենք, բայց այդ իմ ասացի մեջ մի հատ հիմա խնդիր կա, որ այնուամենայնիվ Հայաստանում դատական համակարգի վերաբերյալ վստահություն չկա։ Հա, այսինքն դատական համակարգը մեր, որպեսզի այդ իմ ասածը աշխատի 100%-ով, պետք է վստահություն լինի, որ դատավորները նախ ազնիվ են, երկրորդը բավարար գիտելիք ունեն, երրորդը բավականաչափ անկախ են, հա, որպեսզի այսպես հարցերը որոշեն։ Իսկ դատավորների հանդեպ Հայաստանում վստահություն չկա, ոչ ընդ որում եւ իշխանությունները եւ ընդդիմադիրները չեն վստահում, որտեղ ընդդիմադիրները ասում են իշխանությունը զանգում է իրանց ինչ ասում է անում են, իշխանությունները, այսպես ասած ԿՊ-ի կողմնակիցները կամ նախկինների հակառակորդներն էլ ասում են, չէ, մինչեւ հիմա նախկինների ազդեցությունը շատ ուժեղ է այդ համակարգում, նախկինները ինչ ասում են, դրանք անում են, դրա համար էլ մինչեւ հիմա Քոչարյանը ասենք նստած չի, հա։ Հիմա ինչ անենք, այդ վստահության հարցը ինչ անենք։ Չգիտեմ։ Ես չգիտեմ։ Դե լսի, բա հենց այդ բաներով ենք, չէ՞, պետություն, այդ բաներով են պետությունները տարբերվում միմյանցից, նաև ժողովրդավարական պետությունները, այսինքն ժողովրդավարության մակարդակներ կան վերջի վերջո, չէ՞, տարածք որակներ կան, կա որոշակի ինստիտուցիոնալիզացիայի պատմություն, կա քաղաքական մշակույթ, այդ մշակույթի մակարդակները տարբեր են լինում։ Եթե հիմա մենք սկսենք խորանալ, թե ինչու է այդպես, ինչքան ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչը փոխվի եւ այլն, մի հատ Աջեմօղլու Ռոբինսոնի նման մի հատ հաստափոր պետք է առնվազն գիրք գրենք։ Որը իդեպ էլի հարցականի տակ է դրվելու։ Բայց ես առաջարկում եմ, եթե դա ինչ-որ տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ մեզ հիմա լսում են, խնդրում եմ մեզ մի հատ դրամաշնորհ տվեք, մենք նստենք մի հատ sense գիրք գրենք։ Հա, գիտեմ։ Համաձայն ես գրենք։ Ես համաձայն եմ։ Բայց մեկը գիտեմ, որ քննադատվելու է, ինչ էլ գրես։ Որտեվ նույնն ասենք, Աջեմօղլին ինքը ստացել է Ռոբինսոնը բան են ստացել, թե մենակ Աջեմօղլուն է։ Աջեմօղլուն ստացավ մենակ Նոբելը։ Հա, դե ինքը Ռոբինսոնը ինքը զուտ բայց մի տեսակ արդար չի դե։ Լավ, ինչ որ է։ Դեստոնս այդ հարցը մեջ չի կարող արդար։ Ես պահանջում եմ Աջեմօղլուի եւ Ռոբինսոնի հարցով մի հատ դատական նիստ հրավիրել, որ հա, բայց ասեմ լավ, ինքը միևնույնն է, էլի, այսինքն ես ինքս Աջեմօղլուն իդեպ քան որ մեզ չմեղադրեն թրքացման մեջ, Ժորժան Աջեմօղլուն հայ է, Տարոն Աջեմօղլուն Պոլսահայա, դրա համար իր ազգանունը Օղլուով է վերջանում, բայց ինքը մեր
հայրենակիցն է, ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում։ Հայտնի տնտեսագետ եւ շատ ըստեյության կարելի ասել քաղաքագետ նաեւ, որտեղ ավելի շատ նույնիսկ քաղաքագիտության հետ է առնչվում նրա աշխատանքները։ Եվ հիմնականում նրանք խոսում են այն մասին, թե ինչու են պետությունները ձախողվում կամ ինչպես է այնպես լինում, որ որոշ պետությունները ժողովրդավարական են, որոշ պետությունները ոչ, հա, իրենք խոսում են ինստիտուտների կարևորության մասին, ասում են, որ երկու տեսակի ինստիտուտներ կան, մի ինստիտուտը նպաստում է դեմոկրատիային, այն մի ուրիշ ինստիտուտը չի նպաստում դեմոկրատիային եւ ինստիտուտ շատ լայն առումով են իրենք վերցնում, հա, մի խոսքով։ Բայց հիմա ինչ է ուզում ասել, էլի, որ բանը այն է, որ Ես մի բան ասեմ, լավ, ուզում ես դու ասել, որտեղ ես ուրիշ տեղ եմ ուզում տան խոսակցությունը։ Ուզում եմ ասել, որ սա գործընթաց է եւ մենք պետքա ընդունենք սա։ Այն ոնց է, принятие, ռուսերեն որ ասում են, այս պարագայում այդ պետքա լինի։ Ես հասկանում եմ հիմնական խնդիրները, այդ որտեղից են գալիս, մեր այդ տոքսիկ նաև միջավայրի, այդ որ Հռոմի պապից կաթոլիկ են շատերը ուզում լինել, եւ այլն, հա։ Այդ դրանից է որ չեն ընդունում, որ եղբայր սա կա, հա, ինքը այն չի, ինչը որ դուք ուզենայիր։ Այն չի, ինչը որ այսօր Շվեդիայում կա, բայց ախր դա ճանապարհ է, դա տարատեսակ գործոնների հետ է կապված հիմա, բայց այն ինչը որ մենք այսօր ունենք, չի կարելի ասել, որ քանի որ օրինակ Շվեդիայի նման չենք, ուրեմն ոչ մի արժեք սա չունի։ Ինչ տարբերություն։ Թե ասենք թե ամբողջը կրիմինալ օրինակ լինի, ոչ մի տարբերություն չկա, կամ բռնապետություն ասեն շատ կոշտ լինի, ու սա ոչ մի տարբերություն չկա։ Պուտինի եւ Նիկոլայչի տարբերություն։ Ախր մեծ է տարբերություն, այ ժողովուրդ ջան, չեք հասկանում, որ մեծ է։ Այս դուք ընդունեք, որ այդ թերությունները, այդ խնդիրները եւ այլն իրենք անխուսափելի են այսպիսի համակարգի շրջանակներում։ Չենք ուզում, որ այսպիսի համակարգ լինի, պետք է լուրջ աշխատանք տանենք բոլորովս, ամեն մեկս շտավ կրթվենք, ամեն մեկս, չգիտեմ, ավելի մեծ ջանք դնենք, ավելի շատ միգուցե աշխատենք, բայց դա էլ չի երաշխիք, որ մոտ ամենաապագայում դու կարող ես դրան հասնել, որովհետև կարող է նույնիսկ չհասնել դրան, բայց նույնիսկ կամ երկար ժամանակ հասնես Շվեդիայի մակարդակի ենթադրենք, հա, չգիտեմ ինչի՞ եմ Շվեդիային ասում, բայց ինքը իսկապես լավ բան է։ Շվեդիայում խնդիրներ կան իրականում։ Իհարկե կան, հա։ Ես լրիվ քեզ հետ համաձայն եմ, որ իրոք մի տեսակ sense բան կա, էլի ոնց որ այս կոնսումերիստական վերաբերմունք կա մեր քաղաքացիների մեջ, թվում ասենք քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մոտ, որ այ քաղաքական գործիչները, չգիտեմ, պետությունը իրենք պետքա անեն ու պետքա ամեն ինչ իդեալական անեն, մենք էլ պետքա տենց ասենք, հա, լավա կամ վատա, հետո քանի որ բնականաբար ինչ-որ թերություններ կան իրենց արածի մեջ, ասում ենք, որ չէ, թեպետ բանի պետք չի, նույն պետությունն է եւ այլն։ Եղբայր իրենք վատ են անում, մտի դու արա։ Հատկապես քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ կան, ովքեր այսօր լրիվ քաղաքական տեքստեր են ասում, հա, ասենք կառավարությունը քննադատում են այնպես, ինչպես դա կաներ ընդդիմությունը, որտեղ ինչու է տարբերում քաղաքացիական հանրությունը քաղաքական գործչից, հա, այսինքն եթե դու քաղաքացիական ես, դու ոնց որ ասում ես, ես քաղաքական պայքարից դուրս եմ, ես ասում եմ, ասենք չէ, մարդու իրավունքների հարցով եմ զբաղվում, այս բաները վատ է, այս բաները լավ է։ Բայց երբ որ դու քաղաքացիական հանրության ներկայացուցիչ լինելով մենակ վատն ես ասում, լավին չես անդրադառնում, նշանակում է դու այլևս քաղաքացիական հանրության ներկայացուցիչ չես, դու քաղաքական գործիչ ես, դե որ արդեն դարձել ես քաղաքական գործիչ։ Դե հա, երբ որ դարձել ես արդեն, դե Հայաստանում հիմա բոլորն է տենց են, ասենք շեն, ով որ հանգած մի լավ բան է ասում կառավարության մասին, այլևս համարվում է կառավարան, դա ընդդիմություն չի համարում։ Նույն ասենք Արամ Սարգսյանը, ասենք ես չի որ չի քննադատում, չէ՞, Նիկոլեն ինչ-որ հարցերով, բայց ասում են դե ինքը Նիկոլից ոչինչ չի տարբերում։ Հիմա լավ, ասենք սենց է Հայաստանում ընդունված դու սենց ես։ Դե ուրեմն բարի եղեք գնա մասնակցի ընտրություններին, կուսակցություն բացի, չգիտեմ, կամ ասա ես ընտրություններին չեմ մասնակցում, կոչ եմ անում տոտալ հեղափոխության, բայց մի ձևացրու, որ դու քաղաքացիական հանրության ներկայացուցիչ չես, որտեղ դու քաղաքացիական հանրության ներկայացուցիչ չես այլևս, դու քաղաքական գործող սուբյեկտ ես։ Սա մեկ։ Երկրորդ բանը, որ ուզում եի ասել, այս մեր խոսակցության հետ կապված, դու որ ասում ես ամեն երկիր իր մշակույթը ունի քաղաքական, եւ շատ ճիշտ ես ասում, եւ նույնիսկ
Պարտադիր չի, որ դա լինի բացասական իմաստով, հա, որ այն Հայաստանի քաղաքական մշակույթը այդքան զարգացած չի, ինչքան Շվեդիային է, հա, այդքան զարգացած չի, բայց մյուս կողմից կարող է այսօրվա Հայաստանի պայմանների համար, հաշվի առնելով մեր հարևանները ովքեր են, մենք որտեղ ենք գտնվում, Ռուսաստանի գաղութատիրությունը, կարող է շատ էլ ճիշտ է, որ մեզ մոտ սենց է մեր քաղաքական մշակույթը, որտեղ եթե մենք կարող Շվեդիայի պես լինենք, Ռուսաստանը մեզ 2 օրվա մեջ հիբրիդային մեթոդներով ոչնչացներ։ Օրինակի համար եմ ասում։ Բայց հիմա Հայաստանի քաղաքական մշակույթի մեջ ինձ թվում է մի հատ ինստիտուտ կա, որը ոչ միտեղ գրված չի, բայց դե ֆակտո ինքը գոյություն ունի, դա հրապարակի ինստիտուտն է։ Երբ որ ինչ-որ մի բան շատ սխալ է գնում, ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ կամ դուրս է գալիս փողոց եւ առնվազն 2 անգամ երկրի զարգացումը այսպես լիարժեք փոխվել է եւ համապատասխան այդ բանի պատճառով, հա, երբ որ մարդիկ դուրս են եկել հրապարակ, ասել են մենք չենք ուզում որ սենց շարունակվի, ուզում ենք ուրիշ ձևով շարունակվի։ Մի հատ 88-89 թվականներին կամ 88-ից 91 թվականներին, երբ որ ամբողջ Հայաստանը դուրս էր եկել հրապարակ, հիմա դրա հետևանքները լավ եղան, վատ եղան, երկրորդ հարցը։ Ամեն դեպքում մարդիկ դուրս եկան փողոց, այն ժամանակ ընտրություն չկար, բան չկար, իրենք դուրս եկան փողոց, ասեցին, մեզ ձեռ չի տալի ինչ որ կատարվում է, մենք նոր բան ենք ուզում։ Եվ երկրորդ անգամ 2018 թվականին։ Ու արանքում էլ շատ փորձեր եղան, որոնք բռնությամբ կանխվեցին, հա, օրինակ 2008 թվականի մարտի 1-ին ըստ էության ժողովուրդը դուրս էր եկել հրապարակ, բայց բռնությամբ ցրեցին։ 18 թվականին այնքան էր դուրս եկել, որ արդեն չկարողացան ցրել, կամ պահը բաց թողեցին, կամ չգիտեմ 88 թվականին էր, հա, այնքան դուրս եկան, որ նույնիսկ խորհրդային միությունը այդքան հզոր երկիր լինելով չկարողացավ ոչինչ անել։ Այսինքն կա որոշակի sense այն աթենքի նման, հա, որ իրաց գերագույն մարմինը բոլոր քաղաքացիների ժողովն էր, չէ, որ խոսում է եկել մեր լրության օրվա։ Իդեպ եթե չեք նայել, վերադարձեք նայեք մեր միակ թողարկումն է, որից չեք նյարդայնանա, որտեղ որևէ ժամանակակից քաղաքական գործ չի անում, չենք տալիս։ Հիմա այդ հին աթենքի նման մեզ մոտ կա այդ ինստիտուտը, որը ոչ միտեղ գրված չի, բայց օրինակ երբ որ ընտրությունն է կեղծված, մարդիկ դուրս են գալիս փողոց։ Դրա համար Փաշինյանը ասում է, որ եթե կեղծված է ընտրությունները, դուրս եկեք հեղափոխություն արեք։ Ու շատերին դա դուր չի գալի, ասում են ինչի է ինքը սրելի աջակը, բայց ինձ թվում է, որ դա շատ ճիշտ փաստարկ է, որովհետև ոնց որ սահմանադրական դատարանից այն կողմ մենք մի հատ ինստիտուտ ունենք։ Այդ ինստիտուտը այդ ուղիղ ժողովրդավարության ինստիտուտն է, երբ որ մարդիկ դուրս են գալիս փողոց ու ասում են, որ այ մենք սենց ենք մտածում։ Ու արդեն ոչ ոք ոչ մի բան չի կարող անել, բացի կրակելուց, չեմ գնդակահարելուց ու դա էլ կարող է չաշխատի։ Դրա համար հիմա ինձ թվում է այս ընտրության վերջնական այսպես վերդիկտը, հա, ոչ սահմանադրական դատարանն է տալու, ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ էլ ես ու դու։ Ժողովուրդը ունի հնարավորություն, եթե իրոք կեղծվել է այդ ընտրությունը, դուրս կգա փողոց, իր խոսքը կասի։ Եթե չի կեղծվել, ուրեմն դուրս չի գա, ուրեմն նորմալ է ամեն ինչ։ Հա, դու ես համաձայն եմ ըստ էության։ Իհարկե, այստեղ ժողովուրդ ասելով մի քիչ որն է էլի ժողովուրդը, այսինքն արդյոք, երբ որ ասում ենք ժողովուրդը դուրս եկավ, դեռ ամբողջ ժողովուրդը դուրս չի գալիս։ Կամ ասենք բոլոր ընտրողները դուրս չեն գալիս, չէ՞։ Բայց զգալի հատվածա դուրս գալի, էլի, այդ որ ասում են կրիտիկական զանգված բան, այսինքն դա էլ ոչ ֆորմալ բան կա, էլի, չէ՞ դրա մեջ նաև։ Ասենք օրինակ 2018-ին անես չէ՞ որ բոլորը ընդունում էին այն ինչ որ կատարվում է, այսինքն հեղափոխությունը։ Այդպես չէ։ Դե վերջում արդեն ընդունեցին։ Չէ, բայց նույնիսկ այդ վերջում էլ անես չէ որ էլի բոլորը։ Այսինքն էլի կային մարդիկ, որոնք չէին ընդունում։ Նույնիսկ կային падգամավորներ, որոնք հենց միջև վերջը չքվեարկեցին այդ պայմանավորված, որ արդեն պարզ էր, որ պետքա Նիկոլ Փաշինյանը լինի, չէ՞, հիշում ես։ Ասենք մի քանի падգամավորներ հանրապետությունից, ՀԿ-ից, չէ՞, այնտեղ պայմանավորվեցին, տիպը մենք դեմ ենք, իսկ այն մնացածը կարան հա պայմանավորվել ենք իրենք օքեյ, իրենք կողմ կքվեարկեն։ Բայց էլի պայմանավորվեցին, չէ՞։ Հա, պայմանավորվեցին, հա, բայց իրենք նաև ասին որ դե ոնց հասկանում եմ որոշները ասացին որ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, ոնց որ մենք օքեյ ենք որ մեր կուսակցության մեծամասնությունը այս պայդրությամբ ասենք Սատարի Նիկոլ Փաշինյանը, բայց անձամբ ես ասենք օքեյ չէ, մոտավորապես ինչ որ տես։ Դե պարզ է, անձամբ դե հիմա այդ մի քիչ ստացվում է նույն բանը, ինչ որ այս ընտրությունների մասին դու ասում ես, չէ՞, որ ի վերջո ակտիվ զանգվածն է գնում քվեարկելու, ինչ որ մարդիկան չեն հետաքրվում, ինչ որ մարդիկ ֆիզիկապես չեն գա, նույնն էստեղ է։ Ի վերջո փողոց դուրս են գալիս այն մարդիկ, ովքեր բավարար հետաքրքրված են, ովքեր ֆիզիկապես կարող են դա անել, հա, ինչ որ մարդիկ կան, ովքեր ֆիզիկապես չեն կարող, բայց էլի այստեղ էլ պատվիրակման բան կա, հա, ասենք չէ ամեն ընտանիքից մեկը դուրս է գալիս։
գալիս։ Պլյուս ինչ որ մարդիկ կան որ համաձայն չեն, բայց իրանք էլ ոնց որ ընդունում են, չէ՞ նույն 10 թվից գործողություն չեն անում։ Ասենք չինքնահրկիզվեցին, չէ՞, հանրապետականի падգամները, չնայած երևի շատերը կուրախանային, եթե ինքնահրկիզվեին, բայց փառքաստուն ոչ ոք չինքնահրկիզվեց, որտեվ իրանք էլ ընդունեցին։ Ասցին, հա, լավ բան չեղավ, բայց եղավ։ Ի վերջո, հերո չգնանք Սերժ Սարգսյանը իր վերանով ասեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալ եմ, այսինքն ինքն էլ ընդունեց այդ պարտությունը, ինքը ընդունեց այդ հրապարակի կամքը, հա, այդ համաժողովրդական արտահայտված կամքը ընդունեց։ Շատերը բանալի ինչա ինքը ասել դրանով, ինչա ուզեցել ասել դրանով, ինքն էլ տարբեր բաներ է իմ ասում, հա։ Չէ, ընդհանուր առմամբ, այո, այդ ուղղակի փոքրիկ պետքա դրան մի քիչ անդրադառնալ, որ էլի մանիպուլյացիաներ չլինեն, օրինակ չասեն, որ այ 100,000 մարդ դուրս եկա, բայց չէ, որ 2.5 միլիոնն են ենթադրենք ընտրող։ Այդ 2.5 միլիոնից 100,000 ընդամենը դուք ասում եք ժողովուրդ, կամ մի քիչ այդ ժողովուրդ տերմինը դա համար բան է, էլի պետք է զգուշությամբ կիրառել։ Հասկացա, համաձայն եմ։ Հիմա ինչի որտեղ մենք հասանք նրան, որ ըստ էության մենք ունենք խարխուլ դեմոկրատիա ըստ էության բնական զարգացման արդյունքում։ Հիմա Պարզ է, որ այդտեղ սուբյեկտիվ գործոններ կան, օբյեկտիվ գործոններ կան, էլի ասենք գնանք տարբեր քաղաքագետներին հարցնենք, հա, մեր գոլեգաներին, շատ ճանաչված, ասենք, այն համար top 5 քաղաքագետներին վերցնենք, իրենք ըստ էության որոշ հարցերում համակարծիք ունեն, բայց որոշ հարցերում էլ կասեն, չէ, ես օրինակ սենց եմ, իմ հետազոտությունը ցույց տալի, որ պատճառը սա է։ Օրինակի համար կան հետազոտություններ, որոնք ասում են, միչև որ, օրինակ հնան S մակարդակի չհասնի X մակարդակի, էլի, դու չես կարող ունենալ ժողովրդավարություն, օրինակ զարգացած։ Մինչև այդտեղ գնալ է, ոսր մի շավլի տեսական դու գնացիր, ես ուզում եմ մենք այնուամենայնիվ այս հետընտրական զարգացումների մասին մի բան էլ արձանագրենք, հա, որ Փաշինյանը ասում է դուրս եկեք փողոց, թե ինչ է ասում, նաև գիտի, որ իրենք դուրս չեն գա փողոց։ Ու այն որ իրենք դուրս չեն գա փողոց, դա շատ կարևոր մի հատ նշան է, որ իրականում ընտրությունը եղել է ժողովրդավարական հա նորմալ ընտրություն, որովհետև երբ որ քո ձայնը կեղծվում է, դու ել չես լսում, թե ինչ է ասում, ասենք քո քաղաքական կուսակցության առաջնորդը, դու դուրս ես գալի փող, օրինակ եւ 2008 թվին եւ չգիտեմ մնացած 96 թվին, հա, օրինակ 96 թվականին լիքը մարդ դուրս էր եկել փողոց, չնայած Վազգեն Մանուկյանին, ասենք, չէր սիրում ներմ ասած, հա, բայց բոլորը տեսան, որ կեղծվեց այս ընտրությունը։ Ու այդ թվում մարդիկ ովքեր զզվում էին Վազգեն Մանուկյանից, դուրս եկան փողոց ու ոչ էլ լսում էին, թե Վազգեն Մանուկյանը ինչ կասի կամ ինչ չի ասի։ Նույնը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում հրապարակի կեսը մարդիկ էին, ովքեր իրենց ամբողջ գիտակից կյանքում շատ լավ հիշում եմ մտնոլորտը ինչպեսին է, ինչքան բանավեճեր կար այդ անուններով Ես ինչ եք անում, ոնց կարելի է Լևոն Տեր-Պետրոսյանի այսօր աջակցել, բայց այդ դիսկուրսը հաղթեց, որ չէ, այսօր պետք է աջակցել։ Հա, որովհետև բոլորի աչքի առջև ընտրություն կեղծվեց ու մարդիկ ունեին այդ անարդարության զգացումը։ Հիմա այսօր ասենք ով պետքա դուրս գա միտինգ անի Սամվել Կարապետյանի համար։ Այն մարդիկ, ովքեր իրանց կաշառքը ստացել են, իրենք չեն գա միտինգ անի, որտեղ իրանց այդ փողն էր, պետք իրանց փողը ստացել են։ Այն մարդիկ, ովքեր Ռուսաստանից էին եկել քվեարկելու համար իրանք էլ չեն գա միտինգի, որտեղ արդեն հետ են գնացել Ռուսաստան։ Բայց կգան միտինգի եւ իստոմակ կլինեն միտինգներ դեռևս, բայց դա չի նշանակում, որ դա այդ կոասացիա ժողովուրդն է։ Մարդիկ ուղղակի ինքն sense վրթովված արդյունքներով բանով, կեղծիկներով դուրս են գալի։ Կազմակերպելու են դա։ Հա։ Ասենք Կարապետյանը կազմակերպի բողոք կտեսնենք, որ այնտեղ կան մարդիկ։ Հա, կգան ինչ-որ մարդիկ են, բոլորին պարտադիր չի, որ այդ մարդիկ բոլորը ընտրակաշառքով են դուրս։ Պարտադիր չի, հա։ Սրտած դուրս կգան, իմաստն էլ նաև այդ միտինգի դուրս եկածներից զզվելու են Սամվել Կարապետյանից, ուղղակի դուրս են գալու Նիկոլի դեմ։ Բայց կամ կախվածություններ ունեն, պետք է։ Իրանց բան ձեռնարկությունները են աշխատում, ասում են, որ պետք է գնա, հա, պետք է գնա։ Շեֆի համար պետք է։ Բայց ամեն դեպքում այդ նույնն է չի, որովհետև սովորաբար այդ հետընտրական զարգացումները, երբ որ իրոք ընտրությունը կեղծվել է, հենց հաջորդ օրն է լինում, հա, այսինքն ընտրության արդյունքները բնականն է դա։ Բնականն է անում, ու էմոցիա կա, չէ՞, ոնց է։ Ես sense ասեմ, եթե օրինակ բարեբար ընտրություն կեղծվի, ու ասենք ես տեսնեմ, որ իմ ձայնը, ասենք, կեղծել են, ես ոչ էլ լսելու եմ ով ինչ ասեց, ես ինքս կոչ եմ անելու դուրս գալ փողոց, ու ինքս դուրս եմ գալու։ Հա, ու դու էլ նույն ձևի ու շատ շատերը էլի նույն ձևի, բայց այսօր մենք դες բան չենք տեսնում։ Փաստորեն իրանք ըստ էության սպասում են, որտեղ վերադառնում ենք էլի Ռուսաստանի թեմային, թե Կրեմլից իրենց ինչ կասեն։ Իսկ Կրեմլում չեն կարող, որտեղ բաներ են ուկրաինական դրոնները եկել են հարվածում են Մոսկվային, իրենք այդ հարցով են զբաղվում, իրենք ուղղակի չեն հասնում քննարկել նույն Հայաստանի հարցը։ Ինձ թվում է, հիմա բաժա ես դեռ չունեմ,
իմ մարդկանց գրելու։ Եվ նաև բացի այդ բոլոր խոսակցությունները նաև իրենց ցույց են տալիս, որ իրենք հակված են մանդատները վերցնելու, իսկ այդ հակվածությունը հենց այնպես հակվածություն չի, էլի, այսինքն ես նաև նկատել եմ, որ Կրեմլի, այսպես ասած, էլի բաների շրջանակներում, մետադիչկաների շրջանակներում այդ գաղափարը առաջ է տվել, որ ոնց թե բայց ամեն ինչը անում ենք, որ հա դա չկարողացաք ասենք հաղթել, բա ուրեմն պետքա գնաք խորհրդարան նստեք եւ այնտեղ փչացնեք մթնոլորտը, այնտեղ փորձեք ռուսական նարատիվներ առաջ տանել, օգտագործել ձեր մանդատները, վաղ մյուսօրը եթե ինչ-որ մեկ էլ տեսարանկային վիճակ լինի, բան լինի, այդ մանդատները օգնելու են ձեզ, հա, էսա հիմնականում, էլի, այսինքն այնպես որ կարծում եմ որ մանդատները վերցնելու ճանապարհով են գնալու, ուղղակի ոնց որ ցույց են տալու, որ բանա, դե գնացինք, բողոքարկեցինք, միջև վերջ մենք պայքարում ենք, հա, ոնց այդ պայքարելու իբր իմիտացիա ըստ էության ստեղծելու համար է կարծում եմ, եւ այստեղ գիտես նախ էլի ընտրությունների այդ կեղծիքի ընտրություններ կեղծելու այդ նարատիվը էլի, նայ քանի որ շատ ակնհայտ է որ ոչ մի ձայն ԿՊ-ն ինքն իրան չի վերցրել որևէ մեկից իրանք չեն կարողանում դա այդքան խոսում են չէ որ ասում են խայտարակ չէ լսել ես այդ խայտարակը այդ Կրեմլում են ասում նույն ձևի այսինքն մեկին մեկ համընկնում են նարատիվները դիտորդներ կային ասում էին Sense բան չենք տեսել մենք ոչ մի տեղ, էս ինչ էր կատարվում, բան, ինչ էր կատարվում։ Մի հատ կարող ասեք մեկ ձայն ԿՊ-ն գողացել է, ասենք, մեկ մի ապացույց, գոնե մի վկայություն, չգիտեմ, կեղծիք դաժե չկա։ Նույնիսկ իրենք չեն կարողացել պաստորեն կեղծել, էլի, հասկանում ես, որ ասենք մենք տեսանք, որ մեկ ձայն այնտեղ ինչ։ Դե, բայց հիմա կասեն այդ ԲԿ-ի ձայները կերան, բանը։ Այդ ասում են, բայց նայ, այդ նույնիսկ եթե հիմա ասում են, չէ՞։ Այդ չի նշանակում, չէ՞, որ այդ ԲՀԿ-ի ձայնը ԿՊ-ն իր այդ 700 քանի ձայնին ավելի այդ 700 Պաստորեն տենց է ստացվում։ Ասենք պաստորեն ստացվեց հիմա ԲՀԿ-ն չանցավ, ԲՀԿ-ի ձայները բաշխվեցին բոլորի միջև։ Այսինքն արդյունքում որոշակի մանդատներ բաշխվում են իրան, եթե ինքը չի անցնում։ Հա, դե հիմա այդ մարդիկ ասում են, որ հա ինքը ընտրատեղամասում ոչ մեկի ձայնը չի գողացել, բայց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումով գողացել է ԲՀԿ-ի ձայները։ Ու որպեսզի դա չլինի, ինձ թվում է նախ չպետք է, ասենք, այս չպետք է այս որոշումը ընդունել կամ չգիտեմ պետք է հիմա սահմանադրական դատարանը շատ հստ կամ չեղարկի այդ որոշումը կամ շատ հստակ բացատրություն տա, որ ԲՀԿ-ի այդ ամբողջ խոսակցությունները անհիմն են։ Ոստե մի բան կա, էլի կարող է օրինակ ճիշտ որոշումը են կրնի, որ վերաքվեարկություն լինի ընդհանրապես ամբողջ Հայաստանում։ Էդ էլ է ուզում ասեի, բա որ հիմա բա եթե սա եք նայում, բա այն որ այդ քանակի ընտրակաշարքի վերաբերյալ հաղորդագրություններ կա, ձայնագրություններ կան, հա հիմա բա այդ ոնց այդ այսինքն հիմա ով կարա որոշի դա ազդելա դա ընտրությունների արդյունքների վրա թե չէ էլի դատարանը կարա որոշի իմ կարծիքով իմ սուբյեկտիվ էլի ես դատավոր չեմ բնականաբար բայց իմ սուբյեկտիվ կարծիքով որը հիմնված է հաշվարկների վրա մոտ 200,000 հա 195,000 ավել մասնակցություն ա եղել այս ընտրություններին քան նախորդ ընտրություններին ու զուտ քաղաքական գործոններով դու չես կարա բացատրես ոնց եղա որ 10% ավել կամ 200,000 մարդ ավել մասնակցեց այս ընտրություններին, իսկ 18 թվականին եւ 21 թվականին չմասնակցեց։ Կամ ուրեմն Հայաստանի բնակչությունն է աճել այդքան, բայց դա այդքան չի աճել, հա աճել է մի քիչ, բայց ոչ այդքան։ Կամ բայց ասենք 21 թվին հիշում ես ինչ մթնոլորտ էր, բոլորը գնում քվեարկում էին, 18 թվին հեղափոխական էյֆորիա էր, բայց մեկ էլ տեսար հոп 200,000 ավել ձայնա։ Ու իմ համար ակնհայտ է, որ դա ինչ որ արտակ քաղաքական մեթոդներով արվել, կամ ընտրակաշարք, կամ դրսից եկել քվեարկել գնացել են։ Առանց լուրջ հիմքեր կան կասկածելու որ այդպես է։ Գուցե, օրինակ, մի կողմից ես ոնց որ շատ չեմ ուզում դա, որտեղ ամառը ուզում են գնանք հանգստանանք եւ այլն, բայց գուցե օրինակ ճիշտ կլիներ, որ վերաքվեարկություն լիներ, ու ես համոզված եմ, որ այդ վերաքվեարկության արդյունքում ԿՊ-ի ձայները կբարձրանան, եւ նրանց ձայները կքչանան, որտեղ նորից չեն հասցնելու այդ ընտրակաշարքը բաժանեն, արդեն լիքը մարդ նստած է, մինչեւ կազմակերպեն, որ Մոսկվայից գան, Մոսկվայում էլ аэроպորտները չեն աշխատում, հա։ Չեմ կարող է ճիշտ է դա, օրինակ ինչ ես կարծում։ Դե հնարավոր է, ես չեմ բացառում, որ կարող է ճիշտ է դա, որովհետև ու ընդհանուր առմամբ էլի, այսինքն կստացվի մի տեսակ sense միակողմանի բան։ Հիմա ենթադրենք համանդրական դատարան ասի, որ չէ, սխալ է որոշել ու պետքա ԲՀԿ-ն անցնի, բա
այդ ահռելի ազդեցությունը ընտրությունների վրա, այդ միջամտությունը դա, այդ փաստորեն ոչ մի բան ոչ մի կերպ չի արձանագրվելու, այսինքն այդ ընտրությունների արդյունքները ըստ դրա չեն փոխվելու, մի տեսակ ոնց որ էլի ամեն դեպքում, քանի որ արդեն շատ երկար եք խոսում, բայց ինձ թվում է, որ լուրջ խնդիր կա ու այդ խնդիրը այդ օլիգարխիայի եւ Ռուսաստանի ազդեցությունն է ընտրությունների վրա, որը ամբողջ այդ process-ը ոնց որ փչացնում է, հա, ասենք ինչ որ լրիվ չի փչացնում, էլի ժողովրդավարությունը պահպանվում է, բայց խնդիրները առաջացնում, որոնք կարող են չլինեին։ Դրա համար ինձ թվում է նույնիսկ եթե հիմա օրինակ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր ընտրություն անելու խնդիր չլինի, ասենք այդ ամեն ինչը փակվի, ամեն դեպքում ես հավանական եմ համարում, որ 1-2 տարվա մեջ կլինի նոր ընտրություն, որտեղ ինձ թվում է հիմա պետք է այդ օլիգարխիկ եւ այդ ռուսական կապիտալը չեզոքացվի, քաղաքական գործընթացից դուրս բերվի ու նոր ընտրություն արվի։ Մի տարի հետո է, 2 տարի հետո է, շեմ 3 տարի հետո է, որպեսզի այս sense կեղծված պատկերը քաղաքական դաշտի կա, էլի կլինեն ռուսամետներ, էլի կլինեն ազգայնականներ, կլինեն հինը ֆաշիստներ, բայց թող լինեն հայկական, իսկական մարդիկ, իսկական կուսակցություններ, ում քվեարկում են իսկական Հայաստանի քաղաքացիները, ոչ թե դրակաշարքի, առանց ճնշումների, ոչ թե ասենք Մոսկվայից կամ Սարատովից եկած։ Այսինքն կլինի լեգիտիմ բան, ամբողջությամբ, այսպես ասած, լեգիտիմ խորհրդարանական կազմ, երբ որ եւ ընդդիմությունն է լեգիտիմ եւ իշխանությունը։ Որը կարտահայտի իրոք Հայաստանի քաղաքացիների տեսակետները, այլ ոչ թե Կրեմլի, ասենք, հաշվարկները։ Այո, միգուցե այդ լուծումը ու միգուցե տենց էլ լինի, չգիտեմ։ Դժվար հարց է շատ, սա իսկապես։ Տեսնենք, հա։ Մի խոսքով սպասենք երևի ամեն դեպքում Սահմանադրական դատարանի որոշմանը, հետո դե հա։ Ու այս ընդհանուր որ բանը նայում ես, ասենք, չգիտեմ, ենթադրենք +5 մանդատ, ասենք, բակային ավելանում է, բայց եթե այս մի բանն էլ հաշվի առնենք, հա, միջամտությունը, կարող է ստացվի, որ ենթադրենք -20 +5 -20, հա։ Ու վերջը կարող է Ռումինիայի օրինակը, երբ որ ընտրությունների արդյունքները անվավեր համարվեցին ու նոր ընտրություն անցկացվեց, ու այնտեղ էլ ինչ որ բողոքներ չեղավ, քաղաքացիական անհնազանդություն չեղավ եւ այլն, որտեղ բարձ դարձան, որ այդ մարդիկ շուտ մանիպուլյացիայի արդյունքում էին քվեարկել այդ տեխնազույգ։ Այո, տեսնենք։